Նախ մինչև հարցը հնչեցնելը պարոն նախագահ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ հարցի պատասխանի մեջ Մանվել Գրիգորյանի հերոսական եւ մարդկային կերպարին անդրադառնալու համար հավելեմ, որ ես ծառայել եմ 90-ականների վերջին հենց գեներալի կորպուսում, այն ժամանակ գեներալ չէր դեռ կարծեմ, չէր, Կովսականում։ Հիմա հնչեցնեմ հարցս, երկրորդ հարցս, պարոն նախագահ, դուք զբաղեցրել եք տարբեր պաշտոններ ՀՀ եւ առաջին եւ երկրորդ նախագահների ապարատում, երկուսի հետ էլ աշխատել եք, բայց ժողովուրդը գրեթե միշտ ձեզ եւ երկրորդ նախագահին է ասոցացրել որպես իրար հետ մի թիմում կամ գոնե քաղաքական նույն ուղեգծի մեջ գտնվողներ։ Դրա վկայությունն էր մինչև օրս հնչող ռոբասերժական կամ ղարաբաղյան կլան ձևակերպումները, այնինչ կոնկրետ ձեր կառավարման տարիներին գոնե ըստ պաշտոնական հաղորդագրությունների դուք կարծես թե ավելի շատ հանդիպել եք առաջին նախագահի հետ, օրինակ 2016 թվականի Արցախյան երկրորդ ապրիլյան պատերազմի ժամանակ ձեր հանդիպումը նրա տանը։ Ուզում եմ հասկանալ, ինչն էր պատճառը այդպես վարվելու եւ կային կամ կան արդյոք անձնական, գաղափարական, քաղաքական եւ կամ այլ հակասություններ ձեր եւ երկրորդ նախագահի միջեւ, առնվազն ըստ ձեզ։ Շնորհակալություն։ Կարող եմ ես ձեզ մի հարց տալ։ Դուք մասնակցել եք երկրորդ նախագահի հետ հանդիպմանը։ Ես այո։ Իսկ իրեն հարցրել եք։ Իմ հարցը չանցա ուղղակի։ Տեսնում եք, որ ջոկողություն եք անում։ Չէ, ուրիշը հարցրել է, ես կրկնվելու համար չեմ հարցրել։ Շատ լավ։ Գիտեք, ես ձեր հարցում մի հատ բան էլ էսպես զգացի, էլի, ես երաժշտությունից շատ հեռու մարդ եմ, բայց մի նոտա զգացի, էլի, որ ընդգծում եք Լևոն Տեր-Պետրոսյանի տանը։ Այո, հանդիպել եմ, և դա եղել է հրապարակային, իսկ ինչու չպետք է հանդիպեի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնել էր այդ դժվար պահին հանդիպում։ Այսինքն արդյոք ինձ կխանգարեր նրա խորհուրդները, կամ ընդհանրապես նրա գնահատականը, և արդյոք պետք է շատ մեծամտություն ցուցաբերեի ու չհանդիպեի, ինչպես արեց Հայաստանի կառավարիչը 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ նրանից հանդիպում էին խնդրում Հայաստանի նախկին 3 նախագահները և Լեռնային Ղարաբաղի 2 նախկին նախագահները։ Այսինքն ինչ էր խանգարում, ինչի է դա որոշ մարդկանց հուզում, թաքուն չի եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել։ Եթե այդ ընթացքում նախաձեռնություն ցուցաբերել ցանկացած քաղաքական ուժի ղեկավար կամ Հայաստանում կշիռ ունեցող մարդ, ես նկատի ունեմ քաղաքական, էլի ոչ թե ֆիզիկական կշիռ ունեցող, ես անպայման կհանդիպեի։ Ես երբեք չեմ խորշել հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել կամ օգտակար չէ։ Սա հարցի մի մասի պատասխան, երկրորդ մասի պատասխանը հետևյալն է։ Ես ամսի 24-ին, ապրիլի 24-ին լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք, ես ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում, ամենայն դեպս իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100%-ով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Դա գործին օգնում է թե խանգարում է, դա էլ խնդիր է։
Բայց նորից եմ ասում, արդար կլներ ձեր կողմից հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին։ Հետո համեմատեինք էլի։ Չէ, նորմալ, ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, հատկապես որ մամիլի հետ ծառայել ես։